խոսացող չկա, թագավորն էլի ես իմ թագավորը չունե, ինչ ուզում եմ անում եմ։ Այնտեղ մենակ կտրվում ես, աշխարհից կտրվում ես, այդ մեզ ուրիշ աշխարհ։ Հույս ունեմ կլինի մի օր էլ, որ մեզ ձկներ գտնեն, մեզ ձկների հետ կլողանք։ Փոքր ժամանակ երևի կլինեի 7 տարեկան չեմ հիշում, հակագազի ձեռք բերել, մի հատ տենց չաշխատող չեմ էլ հիշում ինչ վիճակում էր, փորձում էի դրանից ստանամ ջրասուզակի գործիք, բայց հնարավոր չէր, անցավ մի քանի տարի, 12 տարեկանում էր, ունեցա ավտոյի ակ փչելու ոտով ակ, որ փչում են, տեսնասոց ձեռք բերեցի, դրանով սկսեցի գործիք սարքել, որով հետագայում փորձում էի սուզվել, ուսումնասիրել ջրի հատակը, որը միշտ հետաքրքրում էր ինձ, շատ էր հետաքրքրում։ Մոտս ստացվեց 1.5-2 մետրի չափ սուզվել, ոչ ավել, չէի կարա դրանից ավել, փոքր խեզգետիններ էի տենում, մանրածիկներ էի տենում, դրանով ուրախանում էի։ Ու հետո արդեն 14-15 տարեկանում ձեռք բերեցի Սովետ Միության ջրասուզական սարքավորումները, որոնք վերանորոգելուց հետո, իմ ձեռքով վերանորոգելուց հետո կարողացա դրանցով սուզվել։ Ու հետո արդեն 2009 թվականից արդեն ընդունվեցի աշխատանքի, ավելի լուրջ, ավելի պրոֆեսիոնալ, որպես ջրասուզակ սկսեցի աշխատել։ Այ հիշում ես քո առաջին սուզումը։ Երբ էր։ Վանի մեջ փոքր։ Սուզելուց առաջ պարտադիր մտածում եմ իմ անվտանգությանս մասին։ Համար առաջինը, որ շատ զգույշ պիտի լինես, գործիքներին շատ ուշադիր լինես, որպեսզի խնդիրներ հետագայում հանկարծ ջրի տակ չունենաս, որովհետև ջրի տակ սխալներ անելը կամ առողջության, կամ կյանքի հարց է։ Ջրասուզական աշխատանքը ինքնին ամբողջ աշխարհում համարվում է ամենավտանգավոր ու ծանր աշխատանքներից մեկը։ Դրա համար ես չեմ թողի այն ինչ ճանապարհով, որ ես անցել եմ իմ աշխատանքիս ընթացքում, այդ ամեն ինչը տեսել եմ, ես իմ երեխուս չեմ թողի, ինքը լինի ջրասուզակ, ծանր ջրասուզակ, այս ձև ասած կա commercial diver, կա diver, սովորական diver, իրանք լինելու են պարտադիր, որ իջնում են, տուրիզմ են անում, ուսումնասիրում են, շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր է, ես կուզեմ ցանկացած մարդ գա, փորձի, բայց commercial diving, որը որ գնում է ջրի տակ աշխատանքներ անելու, դա ես կյանքում իմ երեխուս չեմ թողի, ինքը շատ ծանր, շատ վտանգավոր, առողջությունը քայքայող աշխատանք, այդ սաղ աշխարհում։ Հետաքրքիր է լիճի ինչ սյուրպրիզ անելու այսօրից, որովհետև անընդհատ ամեն անգամ ես մի սյուրպրիզի սպասում եմ։ Մեր լիճը շատ քիչ հետազոտված է, ամեն անգամ ամեն տեղը գնալուց ինչ որ մի բանի սպասում եմ ու շատ որ իրական սպասելիքներ են ունում ու գտնում եմ ինչ որ, չգիտեմ, տարբեր իրեր, կարա կավե ամաներ լինի, ինչ որ ոսկորներ, կենդանիների, տարբեր ամեն ինչ գտնում։
Սովորական մի հատ օրինակի համար կավի համար, որ ինքը իրանից ոչ արժեք ունի, ոչ բան, ինքը իմ համար այնքան մեծ ուրախություն անում, կամ նույն ասենք կենդանիների ոսկորները, չգիտեմ, ինչ որ իրեր առարկաներ, սա հետաքրքիր է, որոնք որ իրականում իրանք արժեքներ չունեն, որպես արժեք ինքը արժեք չի ներկայացնում իրանց, բայց դա օրինակի համար տվյալ գիտնականի համար ենք շատ մեծ արժեք, որը որ մեր համար շատ հետաքրքիր է, որը դու նայում ես ինքը լեջիտակ մնացել է, ասենք, կարա 100-ամյակներ, կարա 1000-ամյակներ, տեղեր ես իշնում, որտեղ որ դու իշնում ես առաջինն ես, որ քո ձեռդ կպավ տեղ, ոնց որ ամեն անգամ խորը իշնելուց 35-40 պլյուս որ էթում են, ոնց որ ամեն անգամ իշնեմ լուսնի վրա, տպավորությունը հենց է, ոնց որ լուսնի վրա իշնես, դու գիտես դու առաջինն ես, որ հասել ես այդտեղ, քո ձեռքը կպնում է, դու ստանում ես կադրեր, որոնք կարաս ժողովրդին ցույց տաս, հետաքրքրվողներին ցույց տաս։ Մի օր մնում են տուներ, ասենք էլ բան չկա, չէ, ասենք այդ մի օրը չեմ գնացել, չէ, սուզում չկա, բան էլ չկա, չէ, պետք է մեծ համա լիճ, դեմքս լիճ տեն, աշկս առնել է, չէ, իմ կյանքը։ Դրանց էլ եմ Ամերիկա չեմ, ընկերները սաղ, Բրբանկ, Հոլիվուդ, Նորթ Հոլիվուդ, Լոս, սաղ ընդեն իսկ ես։ Գնաց սուզվա 2020 թվականին ջերի տակը դիմավորեցի։ 11-ից 50 մտա ջուրը, այնտեղ դել է ջիտակ սաղ տեղերը գիտեմ, ասենք, այդտեղ շշեր կար, բաժակ-մաժակներ կար, հետս էլ ծմեր պապիկի գլխարկերից է, այնտեղ բան է արե, եթե չեմ սխալվում գրեր է էլ 19-ից 20 թիվ, ու բան արեցի, տենց իչա, ժամացույցը պահեցի, հենց եղավ բանը 0-0, 12-0-0 նենց խպեց, 0-0-0-0 նենց խպեց ու բան արեցի, տես ֆոտո վիդեո է անում, ու հետաքրքիր աշեն որն է, որ տպավորությունը որն է, որ բանը, դու գիտես սաղ ժողովուրդ իրանց տները նոր տարի են դիմավորում, դու մենակ, ասենք, ինք չկրկնվող բան, որ մենակ դու, ասենք, լեջի տակը, ու տենց նայում ես ժամին նոր տարի ես բան անում, դիմավորում, հետաքրքիր ես, այդ մի անգամ նայել է, ինքը իրանից վաբշե գիշերային սուզումը շատ հետաքրքիր է, իշնում ես լեջի տակ ավելի ակտիվ է, վաբշե ուրիշ աշխարհ է, հիմա ես այս նույն հատվածում իշնում եմ ինքը ուրիշ ձև է, երբ որ գիշերն ես իշնում ինքը վաբշե ուրիշ ձև է, լրիվ ուրիշ ձև է, հել է արդեն դե կան մի քանի օրեր իմ աշխատանքային 21-22 տարվա ընթացքում, որ իմ ծնունդիս օրն եմ գնացել Լենինականից խեղդվածի անել, ծնունդիս է ցաղարարողություն թողեցին գնացի խեղդվածին անելու հունիսի 1-ին 24 ժամվա մեջ 3 խեղդվածի աշխատանք արեցի, որից ցավոք երկուսը փոքր երեխաներ էին, հունիսի 1-ը, որը որ երեխաների պաշտպանության օրն էր, երկու փոքր երեխաների մեկը աղբարանի ջրամբարից անեցի, մյուսը Էշմիածին Սև ջուր կոչվող գետի մեջից անեցի։
գիտական արդյունքների ամրապնդման դրամաշնորհի շրջանակներում իրականացնում ենք Սևանի ավազանի հոլոցենյան ֆաունայի հնակենդանաբանական ուսումնասիրություն այդ պրոյեկտը այդ անվանմամբ, որտեղ համագործակցում ենք սերտ մեր դայվերների հետ, Վահեն այստեղ մեզ շատ օգնում է ծրագրում, կարելի ասել հիմնական այդ բաղադրիչը, հա, այսպես Վահեն շայա, մեր հնաբուսաբաններն են շատ մեզ օգնում այդ հարցում, ուսումնասիրում ենք նաև թանգարաններում եղած տարբեր կոլեկցիաներում եղած նյութերը, փորձում ենք ամփոփել այդ ամբողջ ինչ որ եղել է մինչ այսօր։ Սա կոնկրետ մի ասմբակ կենդանու հավանաբար ձիու, ուրեմն ազդրոսկրա, նմանատիպ գտածոներ Վահեն շատ է մեզ փոխանցում։ Ինչով է սա հետաքրքիր, որովհետև լավ պահպանված ունի, այսինքն ամբողջությամբ պահպանված է եւ սրա մորֆոմետրիկ, այսինքն չափումները ամբողջական բավականին հետաքրքիր ինֆորմացիա մեզ կարող են հաղորդել։ Հուսով ենք, որ այս ուսումնասիրությունները վերջում բավականին լավ ինֆորմացիա կարող են տալ Սևանի ավազանի կլիմայի վերջի մի քանի հազար տարիներին, հա, հոլոցենի ընթացքում, այսինքն վերջի 10,000 տարիներին ընդհանրապես ինչ ֆաունա է եղել, ինչպես է փոփոխվել այդ կլիման։ Բավականին ինֆորմացիա կա դրա մասին, բայց սա ավելի կամրապնդի, հա, այդ հիպոթեզերը, այդ եղած արդյունքները 2012-ին ձմռանը փետրվար ամսին սուզումներ էի կատարում, հերթական սուզումների այդ ժամանակ գտա նավակ։ Ինքնին իր դետալները արդեն ցույց էին տալիս, որ հին է, մեր օրերի չէր։ Հետաքրքրեց փայտի կտոր վերցրեցի ու սկսեցի կողերը ման գալ, գտա ոսկոր։ Վերցրեցի մի կտոր ոսկոր ու փայտի կտորներից, նավակի մասերից հանեցի դուրս, հետո պարզվեց, որ վրայի մեխերը գործարանային չէին, դարբնի սարքած մեխեր էին, նրանք ավելի շատ սեպի էին նման։ Դրանից հետո իմ գործընկերս, իմ սուզորդ ընկերս Արգարժան Տիգրան Ազբեկյանի հովանավորությամբ ուղարկեցինք փայտի եւ ոսկորի նմուշները Գերմանիայում ածխածնային անալիզ անելու։ Հետո ասեցին, որ 1700-ից 1800-ականներին է նավակը սուզվել, հետի ձկնորսն էլ 25-ից 27 տարեկան տղա է։ Հետո հետագայում, երբ որ ես նավակի մոտ ուսումնասիրում էի, գտակ համար, արծաթյակ համար, որի վրա կար արդեն գրվածք հայերեն տառերով, Գրիգոր 1863 թիվ։ Չէ՞ որ նավակի կողքերը կային իշխանձկան մնացորդներ, ոսկորների մնացորդներ, ծնոտների, ատամների մասերը, շատ հետաքրքիր, որ շատ մեծ ձկներ էին, որը մեր օրերում մենք հիմա չենք հանդիպում։ Հետո գտա ձեռնաթոռ Պեպոյ թոռը ասածը, մեր ժողովրդի բերանով ասած, ժողովուրդն էլ օգտագործում են այդ բառը, ձեռնաթոռը գտա մի հատվածը ձեռնաթոռը, մեկ էլ ծանրոցները ձեռնաթոռի 80 հատիկ, փոքր ծանրոցները գտա, հանեցի բոլորը դուրս։ Բայց նավակը դեռ ջրի տակ է, մոտ ապագայում համապատասխան մասնագետների հետ խորհրդակցելով, համագործակցելով կհասկանանք ոնց դուրս անենք, ոնց կարողանանք պահպանենք։ Ցանցը գտել եմ, ցանցը մոտս է, այսա ցանցը, ցանցն է ու ցանցի վրայի փոքր ծանրոցները։ Ցանցը ինքը նենց վիճակում, որ կպնում ես փշրվում, կալցի ասված է, կպնում ես փշրվում, դրա համար շատ զգուշ եմ։ Նայսի, ես փետը որ կա, ես այդ նավի դետալներից է։ Գրիգորի։ Հա։ Սրանք մեխերը վրան, էսի ես անել են, որ ձկնորսների ցանցերին չընգնի, իրանք անկարծ տեղափոխեն։ Ու մի օր էլ էդ համ տենամ ոպ չկա, ինչ այլ ասենք կարա մի 100 մետր քաշակից հենք։ Ինչ երազանք ունի դրա սուզորդ Վահեն։ Երեխեքս լավ սովորեն։ Ուզում եմ երեխեքս լավ սովորեն։ Իմ երազանքս է։
Լիճի իր գաղտնիքները միշտ իմ դեմ բացում է։ Ես բնությանն եմ սիրում, բնությունը ինձ։ Լիճի իմ տունն է։ Այդտենց։ Շատ եմ սիրում։ Առանց լիճի սիրտս կտրակ։